Այս քաղաքը ուրիշ քաղաք է, ստեղի մարդիկ էլ ուրիշ են, ստեղի օդն ու ջուրն էլ ուրիշ է, այս քաղաքի պես քաղաք չկա, հավատացյալ ժողովուրդը ժամկեց աղոթքի, աշուղ ջիվանին լավ ես է, մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար, բնակիչները հայ, մոտ 20,000, իրանք սնունդ չունին ապրելու համար, 5 հատ վանք են շինել, խելքի աշեցեք, հələ մի հատ եմ հրաբարագիչ, չէ, հրաբարագիչի առավոտ կանուխ, լսե եկեղեցիների զանգերի ղողանջը, քու կամքիցդ անկախ կհայտնվիս տիեզերական տարածքի մեջ, էբե, ու ժաշկը ելավ, ու մեր քաղաքը ցավից տնքաց, ավերակ դարավ, 4 կողմը ողջ բուլաց, 7 վերքի գմբեթներն ընկան, Սուրբ նշանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վիրավորեին, իսկ ամենափրկիչը ավերակ։ Հայր մեր, որ հերքինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արկայություն քո, եղեցի կամք քո, որպես հերքինս եւ հերքրի, ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողում մեր սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, երբերկեաս մեզի չարե, զիքոյ քո արկայություն եւ զորություն եւ փառք, հավիտյանս, ամեն։ Հələ տես ինչը սիրուն է, հպարտորեն կայնել է հրապարագում, նայեք իր անգերոջը, 7 վերքին։ Այսօր դեկտեմբերի 7-ին, սա հավատավոր ժողովուրդը ստեղ է, պատիոցման արարողակարգ տեղի ունենա, ամենայն հայոց կաթողիկոսը անձամբ իրա ձեռամբ պտի կատարե օծումը։ Եվ այժմ եկեղեցին պայծառ, լուսավոր, առավել շքեղ, քան երկրաշարժից առաջ էր, բոլորին է հայտնի, ոչ մեկի համար գաղտնիք չէ, քաղաքի նկատմամբ եւ տաճարի շինության նկատմամբ հաղթեց։ Եվ ահավասիկ ես այս սուրբ եկեղեցու, այս սքանչելի եկեղեցու խորանից իբրև առաջնորդը Շիրակի թեմի արդեն 25 տարի շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղուկասյան։ Հայրապետական մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում, ինչպես եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման գործում ի գլուխ Տեր Վարդան Ղուկասյանի։ Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ ամենքից սիրելիներ։ Ճիշտ ասած, ամենափրկիչը շատ մարդիկ երազներում, տեսիլքներում տեսել են, որ մինչև ամենափրկիչը չկառուցվի, Գյումրի քաղաքը չի կառուցվի։ Իմ 13 տարիների աշխատած ժամանակահատվածում, ինչքան ամենափրկիչը բարձրանում էր, այնքան քաղաքի բնակարանները կառուցվում էր ու քաղաքը շենանում էր։ Հիմա ես համոզված եմ, որ ամենափրկիչով հայերը պիտի տիրեն իրանց հողերին, պիտի մեր հողերը հետ վերադառնա, պիտի Աստծո լույսը իջնի հայոց երկրի վրա, ոչ միայն Գյումրի քաղաքի, այլ հայոց երկրի վրա, հավատացեք, որովհետև ես տեսնում եմ, որ եւ շատ մեծեր տեսնում են, որ աշխարհի վերջին օրերն են։ Երբ որ երկրաշարժին 88 թվականին քաղաքը ես այդ ժամանակ քաղաքում էի, ինձ ասեցին դե ամենափրկիչը փլվեց, մեր տները այստեղ է։ Ես վազելով եկա դարձա ու այսպես ոտքերս թուլացավ, ընկա գետին։ Եկա հասա այստեղ ու ասում էի Աստված ջան, 27 տարեկան էի։ Ասեցի աշեսով պիտի կառուցես եկեղեցին, էլ սա կառուցել չի եղնի, որովհետև մենք երջական հիշատակ ուտանը, որ իմ քավորն էր Սամվել Հովանիսյան, իր հետ վերականգնման աշխատանքներն էինք այս ժամանակ տանում ու պայքարում էինք, որ եկեղեցին այնտեղ սվաղ կար, բան կար, այդպիսի խնդիրներ կար ու դրանից հետո ամբողջ եկեղեցին քանդված էր ու պատկերացրեք, ես եկեղեցին եմ այդ րոպեին, հենց այդ րոպեին նայում եմ լաց եմ եղնում ու ասում եմ Աստված ջան, աշեսով պիտի վերականգնի այս եկեղեցին։ Մեկը հետևիցս ասեց դու ես վերականգնելու։
դարա մարդ չկա։ Ասի կարող է ցնորվա, խելագարվեցի։ Տղեկն է մի քիչ հեռու են կանգնած։ Ասի մարդ տեսակ իմ կողքս, բա չէ։ Ասի սենց բան լսեցի։ Ու բանի տեղ չտրեց էլի ճիշտ ասած, բայց այդ ձայնը ագանջներից մեջն էր։ Հետո եկավ 2002-3 թվականները, որ Աստծո կամոք սկսեցի վերականգնել ամենափրկիչ եկեղեցին, հիշեցի այդ ձայնը, որ ինձ ասեց դու պետք է վերականգնես։ Այսպես հավատքով։ Եվ հետո հիմա մի բան եմ ուզում ասել, որ մծմնա Հակոբ Հայրապետը այստեղ իր նկարը նկարել եմ տվել։ Միակներից մեկն էր, որ գլխի վերևը ծածկ չուներ, անձրևին այդպես կանգնում էր, արևին, ձյանը, ամեն ինչին, ու մարմինը այնքան էր տանջել, որ չէիր կարող զանազանել, թե սա մարդ է, թե ոչ։ Եվ երկնքից մի հատ լույս իջավ, հավիտենական, սա գրված է Վարք Սրբոցի մեջ։ Հավիտենական Աստված իջավ ու հրեշտակներին ասեց. տեսեք անմարմին հրեշտակներ, տեսեք մարմնավոր հրեշտակին, ու ցույց է տալիս Հակոբ Հայրապետին։ Հակոբ Հայրապետը դարձավ ասեց. ես չեմ զարմանում, որ դու երկինք գետին, ծով ու ցամաք, արև լուսին ստեղծող Աստվածն ես։ Ես զարմանում եմ մի բանի վրա, թե դու ոնց ինչպես անարժանին այցելության եկար։ Եվ ես հիմա զարմանում եմ, ոնց ինչպես անարժանին Աստված կամեցավ, որ ամենափրկիչը կառուցենք Վերնի Միրազորությանը։ Եվ մի բան էլ ուզում եմ ասել, մի եպիսկոպոս եկեղեցի է կառուցում։ Պատարակամատույցն էլ ինքն է։ Երկնքից մի հատ լույս է իջնում, եւ այդ լույսը եպիսկոպոսը սպասում է, որ իր գլխին պիտի իջնի։ Բայց լույսը գալիս, հետևը կանգնած, մի հատ ծերունու ցնծոտինյա, այսպես ցնծոտիների մեջ մի ծերունու վրա է իջնում, եւ եպիսկոպոսն ասում է Տեր Աստված, ախր ես եպիսկոպոս, ես պատարակամատույց, եկեղեցին էլ ես եմ կառուցել, ին վրա պիտի իջներ։ Մի ձայն լսեց, ասեց ով ես ինչ եպիսկոպոս, դու կառուցեցիր այս ծերունու աղոթքներով։ Հիմա ես չգիտեմ ով է, բայց մեկը կա, որ մենք իր համար իր աղոթքներով մենք կառուցեցինք ամենափրկիչ եկեղեցին։ Առաջ Աստված։ Ուրիշներին ես ջուր տալով իմ ծարավը մոռացա։ Կիսելով ցավն ուրիշների ես իմ ցավը մոռացա։ Զարմանում եմ սրտիս վրա անհիշաչար ու անփուշ, ով ինձ դավեց, հետո ժպտաց, նրա դավը մոռացա։ Եվ հույս, եւ հավատ, եւ սեր։ Վարդան Ղուկասյան